Շատ տղամարդիկ աշխարհում սխալմամբ կարծում են, որ իրենց սեռական օրգանի չափը կարող է փոփոխվել, եթե իրանք ակտիվորեն պարապում են սպորտ դահլիճներում։ Հարցը կայանում է նրանում, որ մեր բիցեպսները եւ տրիցեպսները կամ մարմնի այլ մասերը, որոնք մարզվելիս փոփոխում են իրենց կառուցվածքը եւ ճիշտ մարզումների արդյունքում ձեռք բերում ավելի գեղեցիկ կառուցվածք, նույնը բնորոշ չի սեռական օրգանին։ Պարզ բացատրություն ունի այս ամեն ինչը, եկեք վերադառնանք անատոմիային։ Ինչ կառուցվածք ունի պենիսը։ Պենիսը կազմված է փապարային եւ սպոնգիոզ մարմիններից, դրանք հյուսվածք են իրենցից ներկայացնում, ոչ թե մկանային զանգված։ Այսինքն դուք ինչքան էլ բարձրացնեք, մեկա դուք ծանրությունները բարձրացնում եք ձեռքերով, ծանրությունը բարձրացնում եք ոտքերով, սես թե նես պենիսով ծանրություն չեք կարող բարձրացնել, բայց այնուամենայնիվ, եթե նույնիսկ մի բան պատկերացնենք, որ դուք պենիսով վարժություններ եք անում, օրինակի համար չի ինչ-որ մեկի մտքով կարող անցնի, որ առնանդամից կարելի ինչ-որ բան կախել, քաշել, ձգել, ոչ մի պարզ պատճառով։ Մի պարզ պատճառով, որովհետև առնանդամը չունի մկաններ։ Դրա համար դուք չեք կարող իրան մարզեք, ինչքան էլ քաշեք, ինքը չի մարզվելու։ Եվ եթե իսկապես դուք որոշել եք գեղեցկացնել ձեր մարմինը, ապա դա արեք արտաքին տվյալների համար, որ դուք տպավորիչ լինեք հակառակ սեռի համար, բայց երբեք մի արեք դա մտածելով, որ ինչքան շատ եք պարապում եւ ինչքան ուժեղանում է եւ մեծանում են չափերով ձեր մկանները, դրան ուղիղ համեմատական ձևով մեծանում է նաեւ առնանդամի չափերը։ Ոչ, սիրելիներս, սա միֆ է եւ չի համապատասխանում իրականությանը։